Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիք հտաղավարում աշխատում Էլիան Նախաչատրյանը, ռազմավարական պլան տուրիզմ հաղորդաշարն է եթերում, այսօր մեր վերջին ամփոփիչ թողարկումն է, առաջին խոսափողի մոտ է կառավարման փորձագետ Աննա Մազմանյանը, երկրորդ խոսափողի մոտ իհարկե ես եմ Աննա ջան, ողջույն, ես գիտեմ, որ դուք ժամանել եք Կապանից, որտեղ Պարբերաբար է, երևի վերջի կես ինչ սկսել ենք այս հաղորդաշարը, պարբերաբար մեկնում է Կապան, այնտեղ այս պահին դասընթացներ են, չէ՞ անցկացվում, որքան ես հասկացա ռեստորատորների համար, մի թեթև մեզ այդ մասին էլ կպատմեք, բայց հիմնական թողարկումը այսօր, քանի որ վերջին ամփոփիչն է, նվիրենք ընդհանուր մեր անցած զրույցների ամփոփմանը, որովհետև մենք ինչից ասես չխոսեցինք Հա, ով առաջին անգամ է մեզ միացել եւ ում հետաքրքրում են մեծ զրույցները, Գործարար Ալիքի էջում կգտնեք ամբողջ playlist-ը եւ ամբողջը կարող եք լսել, բայց խոսքը ձեզ, ինչպես ամփոփեք, որ կետերը մեր խոսացածից դուք կառանձնացնեք։ Շատ լավ, իհարկե շատ դժվար է, նախ ասեմ, որ Կապանում այո մենք ավարտեցինք մեր դասընթացները, դա մեր վերջնական, հա, այսպես ասած, փուլի գաստրոքեմփ Կապան ծրագրի մասներ եւ մեզ դեռ սպասում է հա երկրորդ փուլը որտեղ հենց Կապան հա կժամանեն շատ հայտնի շեֆ-խոհարարներ եւ մասնագետներ տարբեր երկրներից նաեւ կան շեֆ-խոհարարներ ովքեր ունեն Միշլենյան աստղներ իրեն գալու են մարզ մենք 4 օր ունենալու ենք հա մարզով արշավ եւ այդ արշավի այսպես ասած ճանապարհները ու տեղայնքները մենք որոշել ենք մեր գիտաժողովի ժամանակ եւ որպես հա ամփոփ իրանք պետք է մեզ օգնեն մշակեն եւ ստեղծեն նոր ուտեստներ որոնք կմնան Կապանում եւ մենք իհարկե ունենք հույս որ կմտնեն այնտեղի ռեստորանների մենյուներ Իսկ ինչ վերաբերվում է մեր ամփոփին, այո, մենք շատ լավ հետաքրքիր ունեցել ենք հա եթերներ շատ տարբեր հա թեմաներով։ Այո։ Ինչ եմ ուզում ասեմ առաջինը որ չես կարող դու զարգացնես տուրիզմ, հա անջատված քո ընդհանուր այդ զարգացման տեսլականից եւ էկոնոմիկայից ինքը տուրիզմը այն պնդումը որ լավ ամեն ինչ մի կողմ եկեք միայն տուրիզմը զարգացնենք եւ տուրիզմով ապրենք ինքը իլյուզիա է այդպես չի լինի այո ինքը տուրիզմը դա նպատակ չի դա ընդհանրապես այն միջոցն է, այն գործիքն է, որը քեզ պետքա օգնի, որ դու զարգացնես, թե պետությունը, թե մարզերը առանձին։ Եվ դու չես կարող ասես, այ եկեք ստեղ անենք օրինակ ինչ որ մի փառատոն կամ ինչ որ մի ցուցահանդես, առանց շատ մեծ ու խորքային աշխատանքի, որը իր մեջ հա ներառում է այդ տեսլականի մշակումը, այդ ռազմավարության մշակումը, այն տեսլականը թե դու ինչ ես ուզում ստանաս, ինչի ես հենց կոնկրետ այդ մարզում անում այս միջոցառումը կամ կառուցում հա նույնիսկ նոր ճանապարհ, այսինքն դու չես կարող անընդհատ բանի իրարից անջատված ինչ որ գործողություններ իրականացնես ու մտածես որ դա կտա հա զարգացում, ոչ, դա չի տալու զարգացում, որովհետև իրարից շատ կտրված միջոցառումներ են։ Մարզերի զարգացման մասին մենք անգամ բան ունենք, չէ, այսինքն որոշ մարզեր որտեղ կան ու այս տեսակետից շատ հետաքրքիր է որ դուք հենց Կապանում եք, որովհետև Երևանում, այսպես ասենք, թևածում է, հա, գոնե հանրային դիսկուրսում այն միտքը, որ դե կան մարզեր, որտեղ կոմբինատներն են, որտեղ ինչ որ մեծ գործարաններ են աշխատում, եւ կան մարզեր, որտեղ այս ամեն ինչը չկա, այս մարզերում զարգացնեք տուրիզմը, իսկ այնտեղ թող գործարաններն աշխատեն։ Ընդհանրապես տրամաբանություն կա նման տեսլականի մեջ, թե կամ հա այն բանը որ իհարկե այն մարզերը հա օրինակ Գեղարքունիքի մարզը հա կամ Շիրակի մարզը հա որոնք շատ ավելի մեծ ուշադրության եւ աշխատանքի կարիքն ունեն հա որ պետությունը
ավելի ուշադիրն է ինչ կարող է այնտեղից անի, որ օրինակ չլինի արտագաղթ, օրինակ որ մարդիկ մնան մարզում, մնան գյուղերում, դա շատ կարևոր է, որ մարդիկ չգնան։ Ու դրա համար դու պետք է մտածես ու ավելի ուշադիր ու ավելի խորը տեսնես ինչ ոլորտներ դու կարող ես այնտեղ զարգացնել, որ մարդիկ մնան ու աշխատեն իրենց մարզում։ Իսկ ինչ վերաբերում այն մարզերին, որտեղ կա այդ առավելությունը, այսպես ասած, ապա այնտեղ էլ կա շատ լավ առիթ, այսպես ասած, ճիշտ ներդնել այդ գոյացած մեծ եկամուտները, այսինքն դու պետք է անես եւ դիվերսիֆիկացիա քո տնտեսության եւ ունես մեծ հնարավորություն, որ այն մարդիկ, ովքեր այնտեղ ապրում են, ստանան օրինակ շատ ավելի լավ կրթություն, օրինակ ուղարկես արտասահման լավ ուսանողներին, իհարկե այն պայմանով, որ իրանք գալու են հետ, օրինակ լավ կահավորես ընդեղի քոլեջները, ընդեղ շատ ավելի հետաքրքիր ու ավելի ասենք բազմակողմ, անես իրադարձություններ ու բերես այլ մարզերից մարդկանց։ Այսինքն, երբ որ դու ճիշտ ես ներդնում այդ ռեսուրսները, մենք ունենք ուրիշ երկրների օրինակներ, ունենք օրինակ Ռուսաստանի օրինակը, ով որ շատ երկար ժամանակ չի արել այդ ներդրումները, կապիտալ ներդրումները, այն գոյացած հեշտ գումարներից, այսպես ասած, ոնց ասում են, ու չի ստեղծել այդ ենթակառուցվածքները, որոնք հետո կտան այդ հիմքը քո տնտեսության։ Եվ հակառակը ունենք ուրիշ օրինակներ, ամենապարզ ու սիրված օրինակը դա օրինակ Դուբայն է, որը որ արդեն չունի այն կախվածությունը այդ ռեսուրսներից, որը ունեցել է այդ առաջի փուլում բնականաբար։ Իրանք շատ հստակ, իրանք դա տեսել են ու հասկացել են ու արել են ճիշտ այդ գործողությունները։ Ու կան նաև այն երկրները, որոնք ոչ այն ռեսուրսներն են ունեցել, ոչ հեշտ, ոչ դժվար, ու ընտրել են այն բարդ ճանապարհը ու կարողացել են ճիշտ դրսևորեն իրանց այդ ռեգիոնում ու կարողանան մեծ գումարներ աշխատել ու էլի շատ ճիշտ ու գրագետ կապիտալ ներդրումներ անեն, որ մարզը կամ երկիրը զարգանա։ Եվ այդ ներդրումները դա ճանապարհը չի, ճանապարհն էլ է այն գործիքը, որով դու տալիս ես այդ զարգացում, բայց դու պետք է հասկանաս ինչի համար ես դու կառուցում այդ ճանապարհը։ Արդյոք ստեղով պետք է անցնի, թե կարող է մենք մի հատ մշակենք այդ ռազմավարությունը ու տեսնենք մենք 10 տարի հետո ինչ ենք ուզում ստանանք, ուզում ենք այդ ոլորաններով 4 ժամ իջնենք, թե ուզում ենք մի քիչ ավելի շատ ժամանակ ծախսենք ու կառուցենք այդ թունելները, որ դու ասենք 2 ժամում հասնես տեղ, էլի։ Այսինքն այդ ռազմավարությունը, որ չկա, ու դու այդ որոշումները դու կայացնում ես հիմա անենք, հետո կերևա։ Դրա համար այն մարզերում, որտեղ կան այդ ռեսուրսները, պետք է արվեն խորը ու կապիտալ, շատ առաջ նայող ներդրումներ, օրինակ լավ կադրային բանկ դաստիարակելու, եւ այդ կադրային բանկերը իրանք ոչ միայն քո պետության համար են, օրինակ ես հիշում եմ, երբ ես աշխատում եմ օրինակ նախարարությունում, մենք ունեցանք մի հանդիպում Կատարի հետ, ու իրանք ասացին, որ մեզ պետք են SSS մասնագետներ, օրինակ չգիտեմ, այնտեղ անտառագետներ, բուսաբաններ եւ այլն, ու ես հետո ասացի իմ գոլեգաներին, որ այն նայեք, եթե հիմա մենք ունենայինք մեծականակ, իսկ մեր բուհերում մարդ չի զերոյից գտնեինք այդ մարդը։ Այո, հիմա մենք կկարողանայինք Կատարի համար մեծ պատվերներ կատարել։ Այսինքն էդ էլ է լուրջ ներդրում քո մարդկանց, քո բնակչության մեջ։ Ու դա ամենաճիշտ ներդրումն է։ Հիմա օրինակ եթե մենք գանք մեր LS դասընթացներին, երբ որ գալիս էին, մեր դասընթացներին շատ ու շատ օրինակ տերեր, բիզնեսի տերեր, բայց չէին գալիս իրանց աշխատողները։ Ու ես նկատեցի, որ իմ կարծիքով կար ինչ-որ մի տենց ներքին վախ, որ իմ աշխատողը, որ մի քիչ ավելի բան, ասենք, իմանա, ինքը կգնա ուրիշ տեղ։
դա նորմալ է։ Իրանք պետք է գան, նոր գիտելիք ստանան, գնան, էլի նորից գան ու դրանով դու ստեղծում ես ինչ որ մի խավ արդեն եւ փորձառու եւ կրթված եւ այդ ներդրումները որ դու ճիշտ ես հա իրականացնում դա շատ երկարաժամկետ է դու չես կարող դա ասես այ մի շաբաթից դու տեսնես այդ արդյունքը ոչ մի տարի 3 տարի 5 տարի 10 տարի անում ես այդ ներդրումը ու արդեն այդ կոմբինատների կամ դե հանքերի այդ ներդրումները արդեն գնում են ճիշտ ուղղությամբ։ Մարքեթինգ եւ ինքնություն, հա, туриզմ եւ ինքնություն։ Թվում է թե այն ոլորտը, որտեղ մենք պետք է որ ընդհանրապես խնդիր չունենք։ Առաջին քրիստոնյա շատ հստակ արտահայտված ինքնության տեսակ, որը հայերս ունենք, հա, բայց անգամ այստեղ որքան ես հասկացա մեր զրույցներից, մենք շատ հարցերում թերանում ենք։ Չենք կարողանում ես ճիշտ մատուցել եւ այլն եւ այլն։ Ինչ պետք է այստեղ արվի։ Նայեք, ես նկատել եմ, ես առաջ դա չէի նկատում, հա, երբ որ ոնց որ դրսում էի ապրում, բայց երբ որ դու արդեն դու ներսն ես ու չկա արդեն այն, հա, այսպես ասած, այդ ներքին վախը, որ դու կձուլվես, այսինքն դու ավելի բան կոմֆորտ, հա, միջավայրում ես գտնվում ես բախվեցի այն գաղափարի հետ որ տենց ընդհանուր մենք լավ չենք պատկերացնում մենք իրականում ով ենք ընդհանուր ինչ որ ընդհանուր տենց կետեր կան հա քրիստոնյա ենք առաջի քրիստոնյան ենք հա պատմություն ունենք հին ենք ինչ որ ուտեսներ շատ տակրիր բան եք ասում դա իրոք այդպես շատ հաճախ Թուրքում ավելի շատ հստակ է ընդգծված ինքնության գծերը որովհետև դու միշտ ուրիշին ես նայում քեզ համատում ես ստեղ մի տեսակ ուզում ես մնաս հայ էլի դու անդադար պայքար դու խնդիրը չունես էլի չունես ու դա մի կողմից ոնց որ համ բաց ես ու դա նորմալ է դու ուզում ես տարբեր հա մշակույթներից նոր բաներ վերցնես հա հատկապես օրինակ հա բանը ոտ երիտասարդները իրանք ուզում են թե հագուստ դա իհարկե բալերիվ նորմալ է բայց շատ հստակ այդ ինքնության այդ սիլուետը այսպես ասած հա ոնց որ այդ շրջանակը դու պետքա ունենաս եւ քո համար դու առաջերտը եթե դու լավ չես ճանաչում քեզ, քո քաղաքը, քո մարզերը, քո քաղաքները, հա այն մարդկանց ովքեր ապրում են այնտեղ շատ տարբեր բնավորություններով ու մոտեցումներով եւ այլն, դու չես կարող նախ սիրել, հա, որ մենք միշտ ասում ենք եւ բնականաբար դու չես կարող ինչ որ շատ հստակ ու արդյունավետ ծրագրեր իրականացնել, եթե մենք նայում ենք էլի պետության հա տեսանկյունից եւ երբ որ դու սկսում ես քեզ արդեն դրսում ներկայացնել ես որ նայում եմ ասենք մեր օրինակ տաղավարները հա բան տարբեր բան թեմաներով կամ թե ոնց ենք մենք ներկայանում արտասահմանում իմ համար դա բավարար չի այսինքն ինձ չի բավարարում դա ես գտնում եմ որ մենք ճիշտ չենք ներկայանում եւ շատ հաճախ էլի այստեղ օրինակ մեզ ասում են այ դուք այսպիսի ազգ եք ու մենք ոնց որ գնում ենք այդ ուղղությամբ այսինքն դա ընդունում ենք ուրիշի ասածն ենք ընդունում հա արտասահմանցու ասածն ենք ընդունում իհարկե շատ հաճելի է հա որ քեզ օրինակ կգովում են բայց ստոպ մի հատ մենք պետքա մեզ նայենք շատ ռեալ աչքերով մեր թերությունների վրա ու հասկանանք ինչ ենք անում ու ինչով ենք մենք իրականում հա հետաքրքիր որտեվ ասում են որ մշակույթը դա մի մեծ sense կացա է հա որտեղ կան այդ տարբեր մշակույթներից առանձնահատկություններ մերը որն է մենք ինչ ենք դնում այդ կացայի մեջ ինչով ենք մենք հետաքրքիր հա ուրիշների համար ուրիշ ազգերի եւ իհարկե որն է այն արժեքը որը որ մենք ունենք ու պետքա մենք պահենք հենց մարդկության համար, որտեվ ամեն մի մշակույթ, ամեն մի ազգ իր մեջ այդ կոդը, այդ մշակույթային ինքը պահում է ոչ միայն իր համար, այ ամբողջ ահա աշխարհի այդ մշակույթային այդ բանկը պահպանելու համար։ Մի կետեր դուք ավելացրեք։ Մենք մոտ 10 րոպե դեռ ունենք ամփոփելու համար։
մի քանի բան ուզում եմ ասեմ, դա կարող է կետ չի, բայց այդ մոտեցումը ընդհանրապես, հա, ամեն ինչի նկատմամբ այդ մոտեցումը։ Ուզում ես դու туриզմ զարգացրու, ուզում ես դու, չգիտեմ, կրթություն զարգացրու, այդ մոտեցումները, որը մենք ցուցաբերում ենք, դա բավարար չի։ Մենք անընդհատ ընկնում ենք հեշտ լուծումների հետևից։ Այսինքն մենք տեսնում ենք արագ մի բան անենք, մի բան լինի։ Հա, մի բան լինի, երբեք հեշտ լուծումները, երբ որ տակը չկա լուրջ ու խորը, հա, կոնտեքստ, չեն բերում լուրջ փոփոխություններ։ Այսինքն այդ կոսմետիկ լուծումները, որ մենք ասում ենք, այ մի հատ արագ բան թռնենք ինչ որ մի երկիր, այնտեղ մեզ բան ցույց տանք գանք, այ գնանք այնտեղ ինչ որ մի օրինակ փառատոնի մասնակցենք գանք, այ այս մարզում մի հյուրանոցի հող հատկացնի, հա, պետությունը կամ պրոյեկտի, ինչի հիման վրա ենք մենք դա անում, որն է այն տեսլականը եւ ի վերջո այն ռազմավարության պլանը, հա, որը որ մենք կազմել ենք։ Իսկ երբ որ դու շատ հստակ, դու գիտես դու ով ես, դու ինչ ես ներկայացնում քեզանից, ուր ես գնում, հա, այն ուղղությունը, հա, այն ճանապարհը, հա, որ դու գնում ես, դա որն է, ու դրա տակ դու դնում ես եւ գիտահեն մոտեցում եւ շատ խորը այդ թվերը եւ ուսումնասիրություններն ես, որ հիմք ընդունում, հա, որպես քո ծրագրի հիմք։ Այդ դեպքում արդեն այն մնացած բոլոր սկսած այն փառատոններից ու ճանապարհի այդ կառուցումից ինքն ստինքյա դա կառուցվում, այսինքն այն մոտեցումը, եթե եւ այն մարդիկ, ովքեր որ ի վերջո այդ որոշումներն են, հա, կայացնում, իրանք չունեն այդ պատկերացումը, հա, չունեն այդ փորձը, չունեն այդ user experience-ը, հա, այսպես ասած, իրանք չեն կարող ոչ ռազմավարություն մշակեն, ոչ այդ ռազմավարության մեջ առանձին, հա, պրոյեկտներ իրականացնեն։ Դա ուղղակի լինելու անելու համար։ Դրա համար եւ գիտահեն, եւ կադրային, եւ շատ առաջապետք, հա, նայել։ Ինձ որ ասում են, բա հիմա ոնց նայենք առաջ, հիմա տես ինչ է աշխարհում, հա, կատարվում։ Դու ամեն օր, հա, արթնանում ես ու չգիտես այսօր ինչա տեղի ունեցել։ Այո, չգիտես այսօր ինչ ես կարդալու Facebook-ում։ Հա, բայց դա կոչվում է օրինակ ռիսկերի կառավարում եւ դա էլ կարելի է մեծ մասը այն իրադարձությունների, որ տեղի են ունենում, արդեն գրված են եղել շատ եւ շատ հետաքրքիր, հա, մարդկանց կողմից եւ գրքերում, հա, որովհետեւ կա կանխատեսում, կա ռիսկերի կառավարում, իհարկե ոչ մի բան 100% իհարկե 100% չի, ոչ ոքից կյանքն էլ 100% բայց գիտեք ոնց է, երբ որ դու ունես այդ կադրերը, լավ կադրեր ունես, ու այդ կադրերը ունեն այդ ռազմավարությունը, այդ գիտահեն, ինչ ուզում է լինի, քամի, ձյուն, կարկուտ, փոթորիկ, դու շարունակում ես գնալ առաջ, որովհետև դու շատ հստակ գիտես ով ես եւ ուր ես գնում։ Դու կարող ես բան կներեք, բան դանդաղացնես քո ճանապարհը, հա մեկ-մեկ տենց կանգնես, ուսումնասիրես, այլ ընդրանքային ճանապարհ, հա, վերցնել, բայց այդ նպատակները չեն կարող փոխվեն։ Ես ճիշտ եմ հասկանում, տեսեք, մենք երբ որ տարբեր թեմաների շուրջ խոսում ենք, տեղական փոքր գործարարների մանր եւ մեծ սխալներից էինք խոսում, հա, տարբեր ոլորտներում, տարբեր հարցերում, բայց կարմիր թելով կարծես թե մեր բոլոր զրույցների միջով գնում է այն, որ հիմնական խնդիրը դա պետական ռազմավարության բացակայությունն է։ Իսկ եթե լինի պետական ռազմավարություն туриզմի ոլորտում, որը չկա, այդ բոլոր մանր խնդիրները տեղային գործարարների հետ կապված, իրանք շատ հարցեր ուղղակի ավտոմատ կլուծվեն։ Իհարկե։ Բայց նայեք, թղթի վրա կա այդ ռազմավարությունը։ 5 տարին մեկ ընդունվում են այդ ռազմավարությունները, բայց ոչ մեկ չի ասում, կներեք, իսկ այն անցյալ այն 5 տարվա այն ռազմավարությունը, որ գրել էիք,
Հա, կտրված էր իրականությունից, բացարձակ, հա։ Ինչ եղավ այն, ինչ որ մեկը ստուգեց, դասեր քաղեց, արեց այդ տնային աշխատանքը, արեց այդ վերլուծությունները, այդ թվային ինչ որ կան, ինչ որ ցուցանիշներ, այդ մենակ հո տուրիստների այդ գալով չի, որ այս տարի եկավ այսքան, անցյալ տարի եկավ 2 միլիոն, այս տարի կգա 3 միլիոն, հա, պայմանական։ Հա, մի տեսակ բան է, տնտեսական աճը, որ բան է, անում եկամուտներով, տենց ինչ որ թվերով, նույնիսկ туриզմի աճը մենք թվերով ենք որոշում։ Գլխականակով ենք, էլի հաշվում, որը իրականում այդքան էլ տենց չի։ Հա, այդքան էլ տենց չի։ Ու էլի կարելի է գրել այդ ռազմավարությունները, բայց նախ ովքեր են մշակում այդ ռազմավարությունները, արդյոք այդ մարդիկ իրանք կարող է շատ լավ մասնագետ են իրանց ոլորտում, բայց ախր իրականությունը մեր պետության, մեր երկրի, մեր մարզերի, գյուղերի ու քաղաքների ստեղ է, հա, իսկ այդ ռազմավարությունները ինչ որ այնտեղ են։ Ես նենց եմ հիշում մի անգամ մի հատ շատ լուրջ բանի ժամանակ կոնֆերանսի հարց ուղեցին Հա մի պաշտոնյայի ասեցին իսկ ո՞րն է ձեր տեսլականը, ասեց մեզ հիմա պետք է որ մարդը իրանց գա երջանիկ։ Ուսում հետաքրքիր միտք է, երևի գնացել է տենց բան, Սինգապուր է գնացել երևի կամ Էմիրություններ է գնացել, այնտեղ արդեն հա տենց կամ հա երևի տենց տեսել է, տենց լավ է հնչում, գեղեցիկ է, բայց կներեք այսօր այդ մարդիկ օրվա հացի ունեն հա խնդիր դա բան պայմանական եմ ասում եւ որակով հացի ուզում եմ ասել դա է շատ կարեւոր հա նշել որտեվ այն ինչ որ այդ մարդիկ կամ մենք հենց ուտում ենք շատ հեռու է այնց բարձր բան որակից այսինքն այդ կտրվածությունը իրականությունից է որ դու կաբինետներում ես հա նստած ու տարիներով չես գնում այդ մարզեր ու չես պատկերացնում ու դասագրքերից ես հա վերցնում չէ՞ տենց նորություններից հիմա էլ երևի բան չաթից են վերցնում GPT ինձ տենց է թվում էլի չգիտեմ այդ վերլուծություններն ու ռազմավարությունները դուք պետքա գնաք մարզ գնաք ապրեք այնտեղ նստեք ու հասկանաք այդ մարդիկ նախ իրենց պոտենցիալը հա որ դու հասկանաս դու լավ ես որտեվ ամեն մարզ ամեն քաղաք ունի իր պոտենցիալը ըստ այդ մարդկանց բնավորության շատ հետաքրքիր բան եմ ես հայտնաբերել որ եթե դու տեսնում ես որ օրինակ այս մարդիկ բան պայմանական արագ են աշխատում բան դեռ այդ որակը դեռ կապ չունի դրա վրա դու կարող ես աշխատես հա իսկ ուրիշ մարզերում ավելի դանդաղ են այսինքն Էլի կա որակ կյանքի ընթացքը դանդաղ ու դու այդ ռազմավարության մեջ պետք է այդ ամեն ինչը դնես դու չես կարող տենց ընդհանրական sense սիրուն մի հատ բան պորտֆոլիո անես հետո բան պրեզենտացիաներ անես բան մամուլի այդ բան ասուլիսներ անես հետո տենց լենտ կտրես ասես վсё արեցինք չէ դու պետք է գնաս նստես մշակես եւ իհարկե այդ մարդիկ ովքեր այդ թիմում են աշխատում այդ ռազմավարությունը գրելուց լավ կլիներ որ ինչ որ մի երկրում արդեն արած լինեին ու արդյունք ստացած լինեին որ մենք կարող ենք ասենք այն մարդիկ արել են այս բաժակից ստացել են հիմա իրան գալու են ստեղ ու մեր համար այս բաժակի նման մի բան ստանան բայց որ այդ ոչ որոշում բան կայացնողն է հա մասնագետ ոչ անողն է բան իրականության հետ առնչվող մենք ստանում ենք իրարից շատ տարբեր բաներ, որը որ չի դառնում իրականություն ցավոք։ Իրանք էլ են ռեսուրս ծախսում, ինչ որ ժամանակ ծախսում, բայց տենց այդ ռազմավարությունները մնում են։ Շատ լավ, մեր հաղորդման ժամանակը փաստորեն շատ շուտ գոնե իմ զգացողությամբ սպառվեց։ Եթե ավելացնելու բան ունեք վերջում Ես ուզում եմ հա ավելացնեմ որ նախ շատ շնորհակալ եմ որ մենք ունեցանք այս հաղորդումները ինձ թվում է որ շատ հարցերի շուրջ մտածեցինք եւ հա հենց ես ինքս հա իմ համար երբ գալիս էի ու պատրաստվում էի շատ հարցերի շուրջ նոր գաղափարներ իմ մոտ էլ առաջացան հա եւ իհարկե ես կհորդորեմ էլի ու էլի մի գնացեք հեշտ ճանապարհով հեշտ ճանապարհը չի բերում լուրջ արդյունքների մի գնացեք հեշտ ճանապարհը չի բերում լուրջ արդյունքների ռազմավարական պլան туриզմ հաղորդաշարի եզրափակիչ թողարկումն էր
բոլոր նրանք, ովքեր չեն լսել մեր հաղորդումները, ես կրկին հորդորում եմ, կարող եք լրատվական գործարար ալիքի ներողություն YouTube-յան էջում կամ Facebook-յան էջում գտնել բոլոր հաղորդումները, բոլոր թողարկումները այնտեղ են։ Գործարարալիքի եթերում երկրորդ խոսափողի մոտ աշխատեց Լիաննա Խաչատրյանը, իսկ առաջի խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ, կառավարման փորձագետ Աննա Մազմանյանը։ Շատ շնորհակալություն։